Խորհուրդ կտաք օգտագործել բիոլոգիական ակտիվ հավելումներ, բադեր հելիկոբակտերային վարակի բուժման համար, ունեմ վախ հակաբիոտիկների հանդեպ։ Շատ հետաքրքիր հարց էր, նշեմ, որ բադերով, այսինքն բիոլոգիական ակտիվ հավելումներով բուժում են այն մարդիկ, ովքեր չունեն բժշկական կրթություն կամ չունեն դրա իրավունքը։ Ինչ է հելիկոբակտերը։ Հելիկոբակտերը ես բազմիցս նշել եմ, որ այն համարվում է առաջի կարգի ուռուցքածին եւ իհարկե բիոլոգիական ակտիվ հավելումներով բուժումը համարվում է անիմաստ։ Հելիկոբակտերը ինչ է անում։ Հելիկոբակտերը ընկնելով մեր ստամոքսի լորձաթաղանթի վրա, առաջին առաջացնում է գաստրիտ։ Չեք բուժում, այնուհետև այն վերածվում է էրոզիայի, այնուհետև խոցի, իսկ չբուժվելու դեպքում այն դառնում է ստամոքսի ուռուցք։ Ստամոքսի ուռուցքները 99%-ով պայմանավորված են հելիկոբակտեր պիլորի վարակով։ Եթե դուք ունեք վախ, ես հիմա ասեմ, ճիշտ է, հակաբիոտիկները դրանք կոնֆետներ չեն եւ նրանք ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, սակայն դուք պետք է ընտրեք հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունը եւ ուռուցքը։ Երկուսի միջև դուք պետք է ընտրություն անեք։ Ուստի դուք մի փորձեք բուժվել այն մարդկանց մոտ, ովքեր չունեն բժշկական կրթություն, կամ ձեր բուժումը կատարեք ձեր հարևանների միջոցով։ Եղեք տեղեկացված, դիմեք բժշկի եւ ստացեք հիմնավոր պատասխանը ձեր բոլոր հարցերին։ Բաժանորդագրվեք դոկտոր Հասմիկ Թաշյան YouTube-յան էջին, որպեսզի լինեք ավելի տեղեկացված։